Բոլոր փեթակներս տարբեր թվականների ու տարբեր մարդկանց կողմից պատրաստված էր, ստանդարտ չունեին եւ ոչ մեկի վերնահարկը չէր կարող դնել մյուս մեղվափեթակի վրա, ուղիղ չէր նստում։ Հիմա դրա համար արդեն այստեղ մեղվանոց ունենալու պարագայում սկսել եմ բոլոր փեթակները ստանդարտ նույն չափսերով ու նույն ձևերով եմ արդեն վերցնում, ու բացի դրանից արդեն այս վերջին փեթակներս լրիվությամբ տրանսֆորմեր փեթակներ են, իրենք կարողանում եմ ցանկացած չափի մեծացնել կամ փոքրացնել, այսպես հատակները բոլորը առանձնացված են, այս հատակներն ունեմ եւ ցանցապատ եւ փակ, երկուսն էլ տարբեր կան դե մեղվապահներ, որ ասում են ճիշտը ցանցն է կամ մեկը ասում է ճիշտը փակն է, բայց երկուսն էլ տարբեր պահման մեթոդաբանություն ունեն եւ երկուսի դեպքում էլ արդեն մեղվապահից ու իր տարածքից կախված կարող է մեղվապահը ընտրել փակ լինի տակը, թե ցանցով լինի։ Ես երկու դեպքն էլ օգտագործում եմ, երկու պահման մեթոդն էլ օգտագործում եմ ու ցանկացած տեսնում ենք, որ նաև տարբեր գույնի, տարբեր փեթակների մասեր են ու ցանկացած երկու մեղվա ճիշտ դնենք, ցանկացածը հանգիստ նստում է իր վրա ու այսպես դառնում է նոր մեղվափեթակ։ Այս